Այո, ինչպես եղբայրը ասեց, այս կիրակին նշեցինք մենք անառակ որդու կիրակին, անառակի կիրակին։ Նաև նա կոչվում է ձևով ավետարանի մեջ անառակի պատմությունը, որտեղ ինքը մեծ իմաստ ունի։ Ղուկասի ավետարան 15-ը, ուրեմն 3 գլուխներ, կորսված ոչխար, կորսված դրամ և անառակ որդին։ Հասկանանք, հիմնականում ուրեմն իմաստը կորսված լինելն է։ Բոլորս էլ երբ որ ծնվում ենք, մինչև Տերը գտնել մենք բոլորս էլ կորսված ենք։ Կորսված ենք մեր ինչքանով որ հասկանում ենք այդ չափով ենք կամ զգում ենք այդ չափով ենք կորսված։ Պահմը պատկերացրեք, եթե մեզ առնեն, տանեն մի հատ անմարդկային տեղ դնեն, ոչ մեկ չկա, ոչինչ չկա, կորսված միջակ, ինչքան դժվար է, ոչ քարտեզ կա, ոչ բան կա, տենց navigation, ոչ բան չկա, ինչ պետք է անես։ Բայց այս ամբողջ եզերքի մեջ, որ սահման չունի, անժամանակ, անտարածություն, անսահման եզերքի մեջ մարդը կորած է։ Սա կորալու մասին է։ Հիսուսի այդ ժամանակ, ուրեմն Հիսուսի մոտ գալիս էին փարիսեցիները և դպիրները, Հիսուսը միշտ գնում էր մեղավորների հետ, հիվանդների հետ, մաքսավորների հետ սեղան էր նստում։ Եվ իրենց հետ ժամանակ էր անցկացնում, եւ Տերը խոսում էր Աստծո արքայությունը, հավիտենականության կյանքը գեղեցիկ կերպով մատուցանում էր ժողովրդի փրկության համար։ Բայց փարիսեցիները եւ հրեաները, իրենք հրեաների մեջ փարիսեցիները, դպիրները, օրենսդիրները, նրանք կարծում են, թե ամեն ինչ գիտեն, օրենքը պահպանում են եւ իրենց փրկություն պետք չէ, ապաշխարություն պետք չէ, փրկություն պետք չէ, իրանք արդեն փրկված են։ Եվ Հիսուս դրա համար այս պատմությունը ուրեմն պատմե, ասում է բոլոր անալ սա առակը խոսեցավ անոնց, երբ հարցրեցին ինչու ես իրենց հետ սեղան նստում։ Սեղանը ինքը, եթե սեղան կա, սեղանը համախմբող բան է, ճիշտ չէ։ Եթե սեղան կա, ուտելիք կա, ժողովուրդը մեկը մյուսի գլխին հավաքվում են եւ սկսում են հետաքրքիր զրույց ունենալ։ Շատ հետաքրքիր է։ Քանց թե ասենք, եթե սեղան չլինի, ասենք ամեն մեկը իր ուտելիք պետք է առնի, ամեն մեկը միտեղ գնա, բայց սեղանը համախմբող է։ Եվ այդ փարիսեցիները ասեցին, ինչի ես իրենց հետ ուտում, խմում, եւ ասում էին, նրանք գիտեն, որ Հիսուսը Աստծուց եկած մարդը, որովհետև այդ հրաշքները, եթե չանեին, չհավատային էլ, որ Աստծո որդի է, բայց գիտեն, որ Աստծո հոգին, եթե մեջ չլինի, այդպես հրաշքներ չէր կարող անել։ Եվ դրա համար Հիսուսը հենց այս պատմությունը սկսեց պատմելը, որ ինչն է հիմա կորսված ոչխարի պատմությունը, ասում է ձեզ ով մեկ, որ հովիվը, եթե 100 ոչխար ունենա, մի ոչխարը եթե կորցնցնի, չի գնար այդ մի ոչխարի ետևից, 99 կթողի, այդ մի ոչխարի ետևից կգնա եւ երբ գտնի ոչխարը կդնի ուսերին եւ կբերի, ասի ուրախացեք ինձ հետ, որտեղ կորցվածս ոչխարը գտա։ Այդ ժամանակ էլ բարի հովիվի հանդեպ հրեաների մեջ էլ որ հովիվը նաեւ բարի համբավ ուներ, Դավիթը ինքը իրենց թագավորը, որ եղավ, ինքն էլ հովիվ էր ժամանակին, ճիշտ է։ Եվ այդ ժամանակ բարի հովիվ էր համարվում, հովիվը եթե կորսված ինչ-որ ոչխար լիներ, պետք է անպայման հովիվը, բարի հովիվը պետք է գտներ այդ ոչխարը։ Եթե այնքան ժամանակը մնկներ, մինչև նույնիսկ
այդ մորթին սպանված գայլերի կողմից հոշոտված բանը ոչխարը գտներ, դա կոչվում էր բարի հովիվ, այսինքն հովիվը ինքը չէր արհամարում, կորածի հետևը կորածը ոչխարը գին ուներ։ Դրա համար եւ այնուհետեւ կորած պատում է կորածը ուրեմն դրամի մասին, որ ասում է որ կինը ասում է 10 դրամ ուներ եւ մի դրամը երբ կորցնցնում է չի թողել ասում է ավելի չի վերցնել սի ամբողջ տունի մեջ ման գալը եւ այդ ավելը դրամը գտնել երբ որ դրամը գտնի ասում մեծ ուրախություն կլինի եւ կհավաքի բոլոր դրացիները իրեն եւ բարեկամները կասի որ ես կորսված դրամս գտա ուրախացա հավանաբար այս դրամի պատմությունը կնոջ համար է խոսում որտեղ այդ ժամանակ կանայք ուրեմն զարդի տեղը գիշեր մեր հայկական հագուստի սովորության մեջ կար եւ դրամներ էին դնում կանայք եթե ոսկե դրամներ կամ արծաթյա դրա համար կնոջ համար է պատմում որ եթե կորսնցնի չի գտնի անպայման կչարչարվի կգտնի այնուհետև գալիս է անառակ որդու պատմությունը ամբողջ պատմությունը կարևորը կորսվածն է այստեղ կորսված մենք էլ առանց Հիսուսի այն մարդը որ ապրում է այս աշխարհի մեջ կորսված վիճակ ունի որտեղ ինչի է ասում որտեղ չգիտի նախ ինչի համար ապրում ուրա գնալու կյանքի նպատակը չգիտի իրեն ուղեկից եւ հուսացող մարդ օգնական չունի բարի կամեցող չունի բայց Հիսուսը մենք գիտենք մեզ համար ամեն ինչ է մեզ համար բարի հայր է բարի հովիվ է բարի ընկեր է Հիսուսը ամեն ինչ է ինչ ուզում ես ասա քեզի մեջ կտանած է ոչ մեկը եթե չլինի կյանքի մեջ որ մարդ նեղության մեջ լինի ասենք թեկոս գնում է գործողության սեղանի մոտ կամ գնում է պատերազմը քեզի ով պետք է հասնի ոչ ընկեր կա ոչ բարեկամ կա ոչ պապատ կա ոչ մամատ կա ոչ ամենալավ բարեկամը քեզ կամ նա չկա դու մենակ ես ով պիտի հասնի քեզի օգնության ուրեմն Աստված չէ ասում ես Տեր ինձի օգնական եղի ինձ հասի ուրեմն Հիսուսի Տիրոջից լավ բան չկա այս կորուստի դրա համար կորսվածի համար է խոսում եւ ապետանը որդու համար կորսված որդու համար դա խորհրդանիշն է դատել նեղության մեջ մտնել զղջալ ապաշխարել խոստովանել եւ գալ դեպի Տիրոջը ամբողջ պատմությունը սրա մասին է բայց ինքը եթե ծավալվենք շատ տարբեր մեկնաբանություններով էլ կասի անառակի պատմությունը բոլորս գիտենք բայց արժի նաև մեկ անգամ կրկնել ասում է մեկ մարդ կար հարուստ մարդ էր որ երկու հատ տղա ուներ կրտսեր տղան եւ ավագ տղան ուրեմն այս կրտսեր որդին մի օր մտնում է հորը ասում է որ հայր ասում է ինձ ինչ որ բաժին պիտի տաս ինձ ինչ որ հասնում է հոգտագիցը հիմա տուր իմ հասանելիքը սառնեմ ես հեռանամ սա ձևումը եթե այսօրվա աշխով նայենք ինչքան վիրավորական բան է փաստորեն այդ ասելով նա ինքը հորը թաղեց որտեղ այստեղ պիտի պապան մահանա որ այդ կտակը հասնի փաստորեն ինքը ոչ հայրը ոչ եղած ժամանակ հորը թաղեց մերցրեց ասեց որ իմ բաժինս տուր հայրն էլ ձեն չարեց տեսեք մեր Տերը ինչքան բարի է նույն հայր եւ այստեղ հարաբերությունը նշանակում է հոր եւ որդու Աստված եւ մարդ հարաբերության մեջ է ես ուզում նշեմ նաև այս բանի մեկնաբանության մեջ նաև այս կորած դրամի եւ մեկ գթացի եւ գթված դրամը դա մարդկությունն է մեկը կորածը մարդկությունն է
իսկ 9 դրամը, որ կորսված չեն, դրանք մեկնաբանությունով ասում են հրեշտակած 9 դասակարգերն են, որոնք երկինքը վայելում են։ Մեկնաբանությունը շատ հետաքրքիր առարկի եւ կարող ենք հոգեվոր ձևով մեկնաբանել եւ նաեւ այս ինչու՞ չէ նաեւ այս կյանքի մեջ ինչպես մեկնաբանել։ Ուրեմն ասեց տուր հորս երկու բան հայրնել բարի կամքի Աստված ինքը բարի է եւ բարի կամք է տվել։ Երբեք Աստված չի բռնանում, մեզի ազատ է թողել։ Ինչու՞ Ադամն սկսենք հենց սկզբից էր, ճիշտ է, որ Աստված ամեն ինչը բարիով ստեղծեց։ Առաջուց ասեց լույս լինի, լույս եղավ։ Ամբողջ լույս, այսինքն ամբողջ հրեշտակած դասակարգը ստեղծեց սկզբից։ Աստված լույսը նաև միտքն է։ Հունարենի մեջ լոգոս եւ խոսքի մեջ իրեն ինտելեկտ կա, մտածողություն կա, ես չեմ ուզում շատ խորանամ, որտեղ եթե պետք լինի կարող ենք միտք կա, խորություն կա եւ այդ խոսքի համաձայն լուսավորները ստեղծեց եւ այդ լուսավորները նաեւ ճիշտ է 1/3-ը ընկան արուսակի կառավարությամբ, բայց նրանք փրկված այն հրեշտակները, որ Աստծո վայելում են, երկնքում են, եւ նրանց հրեշտակներին իրենք ապաշխարություն պետք չի։ Հրեշտակը կամ ընկած է, Սատանան եւ իր բանը, այդ ամբողջ հրեշտակացումը, կամ ինքը Աստծուն ծառայող է։ Բայց մարդը Աստված այնպես ստեղծեց, հողից սարքեց, Աստված մարդուն այնպես ստեղծեց, որ մարդ կարա ընկնի, կորի, կարող է եւ ետ կանգնի ոտքի, մեռնի եւ հարություն առնի։ Եվ Աստված այս բանալին ինքը ոչ թե ասելով, այլ իրեն կյանքով ցույց տվեց։ Եկավ զոհաբերվեց մեզ համար արուն թափեց, ճիշտ չէ։ Արուն թափեց, տարապեց, սովորացրեց իրեն խոսքը Հիսուսից մարգարեներով ճիշտ է, ճանաչված էին, բայց Հիսուսից ելած խոսքով եւ իրեն արած հրաշքներով մարդկությունը տեսավ, գրանցվեց ավետարանների մեջ եւ տարածում է մինչեւ այսօր, մինչեւ աշխարհի վերջը Հիսուսի խոսքը, Հիսուս պետք է քարոզվի մինչեւ այս աշխարհի վերջ, մինչեւ ամեն ականջ լսի, որ Հիսուս Քրիստոս Աստված է եւ Աստծո փառքով եւ եկել է մեզի փրկության համար, որ ասում են ոչ մի բերան հանկարծ չասի, որ ես չէի լսել Աստծո խոսքը, բոլորն էլ դրա համար դատապարտված պետք է լինեն առանց Հիսուս Քրիստոսի։ Այդ տղան վերցնում է այդ հարցությունը, այդ կրծեր զավակը եւ գնում է ասում է գնաց հեռու երկիր։ Ձևով հեռու երկիրը խորհրդանշում է նաեւ այս մեր կյանքը, ստեղի աշխարհը։ Աստծոց ի՞նչն է հեռու։ Աստծո համար ամբողջ տիեզերքը որ կա, իր համար հեռու բան չկա, վայրկյանական ուզածը ասի, որ այստեղ ասում են, որ ասկա տրիլիոն տարիներ են հեռու, Աստծո համար այդ բանը մոտ է, ինքը հենց այդ վայրկյանին հասանելի է Աստծուն, ամեն ինչ, բայց Աստծո համար հեռուն ինչն է մեղքը։ Զարմանալի է, չէ՞, կարող է շատ մոտիկ, ասենք մեր պատկերացում կանգնենք, ասենք մարդը կանգնած է մոտը Տիրոջը, բայց եթե մեղքի մեջ է Աստծո համար ինքը հեռու է, շատ հեռու է։ Եվ այս աշխարհը ինքը դրա համար ասում է ավետարանի մեջ, անառակի պատմության մեջ, որ ասում է գնաց հեռու երկիր, այսինքն մեղքի երկիր։ Մեղքի երկիր նաև այս երկիրն է, որովհետև այստեղ ինքը սատանայի իշխան երկնքի, ուրեմն օդի թագավորի իշխանը դա չարն է, սատանան է, մենք գիտենք, բայց Աստծո հովանավորության տակ ճիշտ է, մենք պահպանված ենք։ Աստծո ձեռքը դրած է մարդկության վրա, Աստված չի ուզում ոչ մեկը կործանվի, ուզում է մեղավորը լինի, ուզում է բարի լինի, եսիմ ինչը լինի, հարուստ, աղքատ, Աստված ոչ մեկի կործանումը չի ուզում,
բոլորին ուզում է բերի հավաքի իրեն մոտը, որտեղ Աստծո մոտ Աստված շատ հարուստ հայր է։ Ինքը սահմանափակ հայր չի, որ ասենք, որ հայրին ասենք 5 հատ երեխա ունեմ, ոնց պետք է բաժանեմ ամեն մեկի մեջ իմ ունեցվածքը, չէ, Աստծո համար Աստված շատ հարուստ է, այնքան ունի, որ կարող է բոլորին լիությամբ կշտացնել։ Եվ այս զավակը ասում է գնաց այդ հերու աշխարհը, մեղքի աշխարհը եւ հոր ունեցածը վայելեց։ Այս տղան ինքը նեղ օր տեսած չէր, իր հորը մոտը չէ, աղայի նման հեր ուներ, հայրը ծառաներ ուներ, մի հատ ավակ եղբայր ուներ տունի մեջը, եւ ամեն ինչ անսահմանափակորեն մարդիկ վայելում էին ամեն ինչով եւ այսպես ասած լի էր, ամեն ինչը լի էր, այդպիսի կյանք էր վարել, դա համար կարծես ինքը հոգնածել էր այդ բանկից, ասեց գուցե գնամ մի ավելի լավ տեղ բան անեմ։ Ոնց որ Ադամը ճիշտ չէ, Ադամն էլ նույն ձևի երբ դրախտի մեջ Աստված դրեց իրեն վայելում էր Աստծո ներկայությունը, այսինքն հոգևոր վայելք ուներ եւ ուներ նյութական։ Այս ժամանակվա պատկերացրեք, մեկ հիշում եք, երբեմն կասեն, չէ, մեր մեծերը, մեր ժամանակ ինչ բերեկետ էր, ուտելիքները կար, ինչ լավ բաներ էր, ինչ առողջ ուտելիքներ, նրանց մեծերը ուրիշ ձևի կասեն, չէ, գնալով ամեն ինչ քշալու, պատկերացրեք Ադամի ժամանակ այդ Եդեմի պարտեզը ինչ լեցուն ա եղել, ինչ բարիքներով, այսինքն Ադամը եւ Եվան վայելում էին այդ բարիքները եւ Աստծոն էին վայելում ներկա, բայց չհնազանդվելով արտաքսում դուրս ելավ։ Ադամը իրեն արած մեղքի համար դուրս ելավ Եդեմի պարտեզից, գնաց դեպի աշխարհը, բայց գիտեք, պատմությունը հետո ասված կաշի հակոսների հակցնում իրանց ուրեմն դուրս, բայց այստեղ այս որդին կրծերը իրեն ոչ մեկ դուրս չանեց, իրեն կամքը մեջի, իրեն կամքը վճիռը իրեն դուրս հանեց հայրական տունից։ Այսինքն մենք երբեմն չգիտենալով ուրեմն այս կյանքի մեջ էլ մենք պետք է գնահատական տանք մեր ներկա վիճակին, վայելում ենք, բաներ կա, ինչ սեպակաս, ասենք, ուտում եմ, ոչ մեկին ձեռք չեմ բացում խոսքի օրինակ, ինձ ուրիշ բան պետք չի, եւ հոգեոր խոսք եմ լսում, եկեղեցի եմ գալիս, կյանքս վայելում եմ, էսի գնահատելա պետք, սիրելիներ, եթե մարդ չգնահատի, ինքը կորսման ենթակա է, պետք է կորսնցնի, ոնց որ այս զավակի կրծեր զավակի պատկերով, որտեղ մարդ արարածը Աստված իր պատկերով է սարքի, միշտ մարդ արարածը միշտ լավն է ուզում, լավը, այսի մեր բնության մեջ է, ու լավը բան չունեմ ասելու, մարդը միշտ փնտրում է, բայց այդ երանալի վիճակը դրախտային վիճակն է, որ մենք չենք տեսել, բայց հուսով մի օր պիտի տեսնենք, չէ, դրա համար էլ ինքը Ադամն էլ, որ դրած էր այդ պարտեզի մեջը, ճիշտ է շեղվեց, բայց որ ասում էր, որ եթե ուտեք, օձը Եվային աստվածների նման պիտի լինեք, այսինքն այդ աստիճանից ավելի բարձր պիտի, այդ ձևի խաբվեց, դա մեր բնության մեջ է, բայց ինչքան կարևոր է մարդ արարածը միշտ գիտակցի իր ներկա վիճակը եւ գնահատի այն բարիքները հոգեվոր եւ մարմնական, աշխարհական բարիքները, որ ունի ներկա վիճակում, գնահատել է պետք։ Եթե ավելի կտա Աստված, ավելի կհասնի լավ է, եթե չէ, գնահատել եւ գոհանալ Տիրոջից։ Ուրեմն տղան գնաց, կրծերը այդ ամբողջը երիտասարդ տղայի ասած Արոնը երում է, ամեն ինչը տեղին այդպես տալքարիում բան է, այդ դրամները ծախսում է, էլ պորնիկների վրա ծախսում, կերուխում, գինոցյան, տեսակները շատ են, չէ, հաճույքների վրա, մեղքի հաճույքներ, եւ այնպես եղավ, ասում է, այդ ամբողջ դրամը ծախսեց, աղքատացավ,
Եվ այդ երկրի մեջ ասում անկավ սով եղավ, սով այսինքն էկոնոմիկական դժվարություններ, անգործություն, ուրեմն commodity ծորեն ուտելիքների ամեն սողություն, պակասություն եւ շատ դժվարին վիճակ։ Եվ այդ վիճակի մեջ ինքը ասեց, որ մտածում էր, ասեց եւ այդա մի բան անեմ, գործ նայեմ ամենավատ գործն էր, ուրեմն այդ երկրի քաղաքացիներից մեկը ինքը ասեց, արի ինձ մոտ աշխատի, ինձ մոտ կաշխատես որպես խոզարած։ Պատկերացնում եք հրյա մի երիտասարդ, հրյաների համար նա խոզը կեղտոտ անեցի կենդանի է։ Դրա համար իրենք գրքի մեջ ասում են շունը իրեն փսածին կգնա եւ խոզը մաքրված խոզը կգնա նորից կեղտի մեջ կդաբալվի, որտեղ խոզը ինքը անեցքի կենդանի է։ Դրա համար սասկանայի համար իրանք խոզը չեն ուտում։ Եվ այս խոզարածը աշխատում ծառայում էր, բայց ասում է եւ ինքը անոթի էր բնում։ Եվ ասեցին, որ այդ խոզի բաժինից իրենց ուտելիք էլ չեն թողում, որ այդ տղան ուրեմն ուտի։ Սա մարմնական աշխարհիկ ձևը, մյուս կողմը հոգևորը խոզը այդ մարդը որ կար խոզը ինքը որ խոզ ուներ, դա մարդը ներկայացում է սատանան։ Խոզը ինքը մեղքն է։ Եվ այդ մեղքի մեջ մարդը եթե ասենք մեկ ալկոհոլիկ է, չէ, այդ մեղքին ծառայում է, ինքը որ ասենք խմում է ավելի է ուզում, կամ այդ մեղքի ինչը որ բռնված է ավելի երբեք չի հագենում։ Այսինքն մյուս ձևով կարող եք մտածել, որ խոզին ծառայում էր, սատանային ծառայում էր, մեղքին ծառայում էր եւ մեղքից չէր կշտանում։ Բայց այս տղան տեսավ, ասեց ես անոթի եմ, ամեն ձևի ուրեմն մարմնական այդ ամբողջ հորս ունեցվածքը ու ամեն ինչը որ կար, ասեց ինչքան ամեն ինչը լեփլեցուն էր եւ վայելում ենք հորս մոտը ծառաները կային, ծառաները բոլորն էլ իրենք հացի կարիք չէին, բոլորն էլ հագուստները մասմակում, լողանում էին եւ ուրախ էին, ամեն մեկի փորը կուշտեր, ուզած ձևի վայելում էին, ամեն ձևի ուտելիք կա, բայց ես այստեղ ինչ եմ անում, այսինքն մտածես, տեսա ոչ սեր կա, ոչ իր անդրադարձավ, բայց նայեք այստեղ ինչ հետաքրքիր եւ մարմնական վնաս կրեց եւ հոգեվոր ոչ սեր կա, ոչ իրեն խաղաղություն կա մեջը, այս ամբողջ հոգևոր շնորհքներից, Սուրբ Հոգու շնորհքներից զրկված դատարկված խոզի մոտ ծառայելը եւ նաեւ անոթի վիճակը։ Բայց երիտասարդը ինքը կարար մտածում է, այդ ասում է հորս մոտ, բայց անդրադառնում է։ Այսօր ինչքան երիտասարդներ կա եւ թողում են իրենց հայրական տունը, երիտասարդ աղջիկներ, տղաներ 15-16 տարեկան, գուցե ավելի վաղ թողում եւ հեռանում են։ Եվ շատերը կործանվում են երիտասարդները, կամ մտնում են թմրամոլության մեջ, կամ բանտերում են լինում, կորսվում գնում են։ Բայց այս պատմության մեջ ուրեմն իհարկե ռիսպետ չի վերցնել, բայց Աստված իրեն Սուրբ Հոգի խոսեցավ, ասեց, որ հորս մոտ ինչքան լավ մարդիկ ապրում են, ելնեմ գնամ, ուրեմն իմ հորս մոտ անդրադարձավ։ Ինքը կարող էր այնտեղ ինքը ինքնասպանել լինել այդ կյանքից, ճիշտ չէ, այդ վատ կյանքից, ես ես լավ դրության մեջ էի, ինչպես ընդդասես տանի մեջ է, հիմա բան եմ ըլում, երես էլ չունեմ հորս գնալու, պետք չի որ գնամ իր երեսը տեսնեմ, չէ, այդպիսի բան չկա, մեր Աստված, հայրը բարի Աստված է, միշտ էր սպասող Աստված է, ուրեմն ասես ելնեմ գնամ հորս մոտը և ասեմ, որ հայր
մեղ գործեցի երկնքի եւ քո առջևդ։ Այլևս արժանի չեմ քո որդիդ կոչվելու, ընդունե ինձ իբրև քո ծառաներից մեկը։ Ուրեմն զգալ, գիտակցել մեղքը եւ վճիռ առնել գնալ խոստովանության հորը մոտ։ Մտքին դրել էր եւ ասում է ճանապարհ հելավ։ Ուրեմն դրեց, զղջաց, հիմա գնում է դեպի հայրը մոտ։ Եվ ասում է դեռ հասած չէր, հորը մոտը հայրը դրսից վազելով գալիս է ընկնում է զավակի վիզը, համբուրում է։ Եվ զավակը չի թողում, որ խոսա, զավակը ասում է, որ հայր, մեղ գործեցի երկնքի եւ երկրի առջևդ, ընդունե ինձի, այլևս արժանի չեմ քո որդիդ տալու, ընդունե ինձի քո ծառաներից մեկի նման, չի թողում, որ վերջացնի, փաթաթված հայրը գրկում է, ասում է տղաս, մեռած էր, ողջացավ, տղաս կորած էր, գտնվեցավ, տղաս ինձ ծրանից ուրախալու ինչ կարող է լինել, վերցում ուրեմն տղու հետ մտնում են, գնում են իրենց տունը գնում են, ժողովրդին բոլորին բաղավում է, ասում է հավաքվեցեք այստեղ, ինչ կա, տղաս գտնվավ, ասում է, կանգնած, ասում է մեռած էր, ողջացավ, կորսված էր, գտնվեցավ, ուրախացեք ինձ հետ, բերեք իրեն առաջի պատմուճանը հագցրեք, ձեռքին մատանի դրեք, ասում է, եւ իրեն կոշիկներ հագցրեք, պատրաստեք, բերեք դրսից պարարտ եզը մորթեցեք, որտեղ այսօր ըլնելու է ուրախություն այս տունի մեջը, որտեղ իմ որդիս գտնվեցավ եւ ասում է այս բանի համար ինչքան երկնքի մեջ էլ ավելի շատ պետք է ուրախությունը լինի Աստծո նույն ձևի պատկերը Աստծո եւ իրեն հրեշտակների մեջը եւ զավակ այստեղ շատ հետաքրքիր է այս խորհրդանիշն էլ արժի մեկ-երկու բանով խոսալ ուրեմն պատմուճանը դա ուրեմն բերում է այդ տղայի առաջվա վիճակ տեսնում եք հայրը ինքը ասում է չէ ոչ թե դու պետք է գաս ծառան այլ որդու վիճակն է ասում որդի պետք է լինես ինձ ես թագավորության մեջ ես կապ չունի գնացի կերար համար միշտ էլ ներում կա մեր հայրը բարի հայր է դրա համար հայրը զղջալ է պետք տիրոջը մոտ գնալ է պետք եւ խոստովանանք է պետք հայրը միշտ էլ ընդունող է, միշտ էլ ձեռքերը բացած է, ինչպես խաչի վրա, չէ, մենք գիտենք, Հիսուս ձեռքերը բացեց խաչի վրա, չէ, բոլորիս ընդունա պատրաստ է ընդունելու, այնքան որ մենք մեր սրտի մեջ է, գիտեք եսի ոչ եւ կարող է բան լինի, բայց մեր իմաստությունից, որտեղ մենք ոչ մի բան չենք տեսնում, մենք իրականությունը չենք տեսնում, սիրելիներ, կամ էլ ինչ-որ տեսնում են գիտնականն է, էսայինը, նրանք տեսնում են միակ մի փոքր մասը, կամ բանաձև նրանք սահմանափակ է ամեն ինչը, որտեղ այս աչքերը կա, ամեն ինչը մինակ մենք սահմանափակված ենք, բայց իրական պատկերը այստեղ կա ուրիշ մի աշխարհ, որտեղ մինակ էդի Աստված է տենում։ Դրա համար եւ ասում է, հետո ասում է բերեք պատմուճանը հագցրեք, պատմուճանը նաեւ նշանն է, որ եկավ մտավ տունը, չէ, բերեց առաջի պատմուճանը հասցրեց, ասում է պատմուճանը խորհրդանիշն է նաև Հիսուս Քրիստոսի արյունին, որ ով մեր այդ պատմուճանը, արյան պատմուճանը, մինչև մարդու վրա չլինի, չի կարող մտնի, հոր իշխանության տակը, դրա համար նաև խորհրդանիշ այդ պատմուճանը նաև Հիսուս Քրիստոսի արյունին եւ Զավակը ընդունում է ուրախությամբ, հագնում ասում է, ես առաջ ունեի եւ նորից գտա Հիսուսի արյունը պատմուճան այդ խորհրդանիշը նորից հագնում է եւ մատանին ինքը խորհրդանշում է նաեւ ինքը որ ունի իշխանություն, այսինքն այդ տունի մեջ էր ինքը իշխանի իրավիճակում էր, որտեղ իր պապան հարուստ էր, լավ ամեն ինչով զավակները իշխանի բան ունեն, չէ, դիրք ունեն Դրա համար ասում եմ մատանին տվեց այդ ժամանակ էլ
մատանի վրա այդ իշխանավորները երբեմն բաներ ելում կնիկ պեչատ լավ ռուսերեն ասել կնիկը որ ասենք որոշ բաների մեջ որ գնում են այդ բանվարով էլ բաներ անում կնիկը տալիս էր այսինքն կնիկը ինչի նշան է դա իշխանության նշան է հեղինակության նշան է որ այս ասածս օրենքի մեջ արդեն դրա համար մատանին այդ իշխանության նշան ունի իսկ կոշիկները նաև կոշիկները ճանապարհ անցնելու նշանը ճանապարհ որտեղ այդ կոշիկներով իմաստն է որ չարի գլուխը ճզմել է պետք կոշիկները նաև Աստծո խոստն է իմաստությունն է հասկանալը եւ Աստված ուրախություն են անում տեսեք ինչքան պատմության մեջ նաև կարևոր է իմանալ ով է իմ հոգևոր հայրս ով է իմ իրական հայրս որովհետև այս աշխարհի մեջ մենք ծնվեցինք շատերս իրանց պապաները մամաները կորսեցին մենք կորսված ծնվել էինք բայց հերու մեր ունեինք չէ մեզի պահեցին մեծացեցին բայց իրենք գնացին բայց կարևորը մենք ունենք երկրավոր որ երբեք չի մահանա երկը անսահման հավիտյանս հավիտենից բարի հայրը որ ձեռքերը բաց բոլորիսը սպասում է այդ խնջույքի ժամանակ երբ ուրեմն ուրախություններ խենթի նման մարդիկ ուրախանում են դե լավ լուրը տղան գտնվել է այդ զվարակը բերում են զվարակը նաև տաթևացին կա մեկնաբանություն ասում են ինքը Հիսուսն է այդ զոհը եւ ասում է ուրախանում են հերվից գալիս է ուրեմն որդին ավակ որդին ծառաներից մեկին ասում է այս ի՞նչ է կատարում այս ինչ ուրախություն է ինչ է հետո ծառան ասում է փոքր եղբայրդ գտնվեցա պապատ ուրախացել է ասես քեֆ արիր ասում է արիներս դու էլ ուրախացի մասնակ ասում է չէ չեմ մտնելու ես որտեղ նախանձը չէր թողում So հայրը դուրս եկավ, ասեց տղաս, մեծ տղային ավակին, ասեց մտի ներս, ասեց տղաս, բանը, գրսել եղբայրդ գտնվեցավ, իմ զավակս ասեց, ինձ էլ իմ զավակս գտնվեցավ, ուրախության մեջ էինք արի դու էլ ուրախացի։ Ինքն էլ ասեց, չէ, ասեց, եւ հորը ձևումը հանդիմանեց, որ ասեց, որ ես քո այդ տղա չասեց իմ եղբայրս, որ այդ ամբողջ դամը վատնեց, ուրեմն պորլիկների բանի հետ դու իր աման զվարակ ես մորթում, իսկ ինձի համար մի հատ ուլ էլ չես տալի։ Այսինքն տես դրա համար Հիսուս նաև ասում է մենք կարող ենք քննել, որ իր ամենակարևոր խորհուրդներից մեկը, որ ասում է, որ սիրի Տեր Աստվածդ ամբողջությամբ, մտքով, թոքով եւ ամբողջ կարողությամբ, բայց նաև սիրիր քո նմանին, քո անձի պես։ Տես այդ մեջ սեր չկար։ Մենք կարողանանք թե ես չեմ ասում, հա գժվենք մենք, բայց գոնե այդ սեր ունենաս, ուրախանանք մեկս մյուսով։ Եթե կարող ենք օգնել, բա ինչի չօգնենք մեկս մյուսին։ Այդ Հիսուսի պատկերն է եւ Մատթեոսի մեջ էլ կա, չէ՞ որ ասում է ամեն մեկը տեսնում եմ Հիսուսի պատկերը յուրաքանչյուրի վրա, որտեւ այսպես մի հատ պատմություն էլ կա, չեմ անում երևի շատ եմ խոսում չի։ Այդ բանը կա Տուրգենևը ռուսական մեծ բան է գրող ալում հավատացյալ ռուսների մեջ եղել են մեծ ուրեմն գրողներ Դոստոևսկին Տուրգենևը ասում է մի օր երազ էր տենում ասում է ուրեմն երազի մեջ ինքը կանգնած ռուսաները իկոնաներ ունեն էլի այդ իկոնաների առաջ որ սրբապատկերն կանգնած ասում է աղոթում էի հետո ասում է ես զգացի որ Հիսուսը հետևս է կանգնած երազի մեջ ասում է թեքվեցի որ տեսնեմ հետևս ասում է տեսա մեր հարևանին մի հատ ծեր պարավ կնիկա ատամները բան հետո ասի չի հետո էլի գնացի ասում է աղոթում էլի երեսս իկոնային են բանանում աղոթում հետո իմացել որ ասում է Հիսուսը հետո նայելա ուրիշ մի հատ տղա է So Հիսուսի պատկերը ասված մեզի
Աստված իր պատկերով ամեն մեկի ստեղծել։ Այսինքն յուրաքանչյուրից մեջ կա Հիսուս Քրիստոսը։ Դրա համար Աստված հետաքրքրված է յուրաքանչյուրից փրկությամբ։ Բայց ինչի սկզբից պատմությունը ո՞ց սկսավ կորսված դրամ, ոչխար եւ մարդ, որտեղ այն մարդը, որ մտածում է ապաշխարություն պետք չի, եւ Հիսուսն էր ասում է, որ ապաշխարություն պետք, այսինքն այն դրությունը, որտեղ ավակ վարդիներ ինքը կարծում էր ամեն ինչը օրենքով անում, ամեն ինչը մաքուր է, իրան ոչ բան փրկություն պետք չի, մենակ կարող ասել, էսի սխալ է, ինձ սխալ է, ինձ սխալ է։ Եվ դրա համար էդի շատ խեղճուկ վիճակ է, այդպիսիների փրկություն չկա։ Ես ուրեմն Աստված օրհնի յուրաքանչյուրը, Աստված օրհնի իրեն խոսքը։